Ինչ ես ուզում ապացուցել։ Ես ապրում եմ առանց ապացուցելու։ Ինչ ես ոստիկաններին ասել, որ դու ես կրակել մորդ վրա։ Դե հիմա ասել եմ այն, ինչ կա։ Ինչ որ ես եմ արել, էդ եմ ասել։ Որ ինչ։ Դե հիմա մարդկանց ճիշտ էր, պետք ես էլ ճիշտը գիտեի, չասեի։ Դու դիտավորյալ ես դա արել։ Իմ մար մեկը ինչ ուզում ես մտածի։ Ես նրանց ասել եմ, որ զենքը իմ ձեռքում է եղել։ Քո ասելը ճիշտ է, այդ պարտիկի անց աշխատանք կատարեն ու կպարզեն, որ ամեն ինչ եղել ունես, ոնց որ ես եմ ասում։ Այդքան շատ ես ուզում Բերդում հայտնվել։ Ինչի համար է այս ամեն ինչը։ Ուզում ես ինձ հակառակվես, հա։ Ես չեմ ուզում քեզ պարտք լինեմ։ Այս կյանքում իմ համար ոչ մի բան չես արել։ Թող չստացվի հանկարծ իմ համար ինչ-որ բան արեցիր։ Չար ես, հոգիդ շատ չար է։ Այդտենց չեմ ծնվել։ Դարձել եմ։ Հա, ու այդ ամեն ինչում ես եմ մեղավոր։ Իհարկե դու ես մեղավոր։ Բա ուրիշելով պետք է մեղավոր լիներ։ Որ այդքանը գիտեիր, ինչի չեկար ինձ սպանեիր։ Ընդամենը մի վայրկյանում, մի կրակոցով վրեժդ կլուծեիր։ Բայց չէ, դու ուզեցիր բոլորին դանդաղ մահ պարգևել։ Հա, բայց քեզ ողջ թողեցի։ Հա, որ տանջվեն։ Դե գիտես, մեռած մարդը միշտ էլ երջանիկ է։ Այ որ ես հիմա մորս մոտ գնամ, մենք կլինենք երջանիկ։ Իսկ դու կմնաս տեղ ու կտանջվես։ Քո այդ կատարյալ որդուդ հետ։ Ասում ես մեռնելը տեկելա, բայց պասիվ ես, կայնը նայում ես դեմքիս։ Հələ որ համբերում եմ։ Ինչու ես համբերում ամոթ չլինի հարցնել։ Ուղղակի չեմ ուզում իրավիճակը ավելի լարել։ Կարծում ես իմ մահով իրավիճակը ավելի կլարվի։ Դու հայտնվել ես սխալ խաչմերուկում։ Ժամանակն է այդ հասկանաս ու մի կողմ քաշվես։ Ես ամեն ինչ շատ լավ հասկանում եմ։ Ու իմացի, որ ես կողք քաշված եմ։ Չի երևում։ Այդ քո պրոբլեմն է։ Ես կողք եմ քաշվել այն ժամանակ, երբ դու ու Ադանեն ամուսնացաք։ Եթե մի կողմ ես քաշվել, ինչ եմ միջև հիմա գալիս քո մոտ կնոջս փնտրելու։ Որովհետև հասցնում ես այդ աղջկան ծայրահեղության գիրկը։ Այն օրն ես հասցնում, որ թողնում փախնում։ Ու միանգամից գալիս է քո մոտ, հա։ Հոր մոտ չի գնում, հոր օգնությունը չի ընդունում։ Բայց միանգամից գալիս է քո մոտ։ Ախր շատ մաքուր ընկերություն ա ձեր է։ Վլադ։ Անես չի, որ ես նստած սպասում եմ ինքը երբ է գալու։ Բայց երբ գալիս է, ես չեմ կարող իրանից երես դարձնել։ Մենք շատ հարազատ ենք։ Ու չեմ պատրաստվում իրան չընդունել միայն նրա համար, որ կողքի մարդիկ կարան ինչ ասես մտածեն։ Ես իմ կնոջ կյանքում կողքի մարդ չեմ։ Այդ ինձ մի ասա։ Այդ ինձ ոչ մի ձև հետաքրքիր չի։ Ինձ էլ շատ բան հետաքրքիր չի։ Այդ քո պրոբլեմն է։ Ու ոնց որ հասկացանք արդեն իրար։ Կնգաս տեղն ասա։ Իսկ եթե ինքը չի ուզում, որ դու իրան գտնես։ Այդ ամեն ինչը իմ երեսին թող ինքը ասի։ Համարի, որ ես իր ասածները քեզ փոխանցեցի։ Միջնորդի դերը քեզ պատիվ չի բերում։ Ես կյանքում միջնորդ չեմ եղել ու չեմ էլ լինի։ Դե ուրեմն ցույց տուր, ապացուցի։ Ում։ Քեզ։ Ես ոչ քեզ, ոչ եմ մյուսներին, ոչինչ չունեմ ապացուցելու։ Ալո։ Վայ, պարկը շատ էր աստված։ Լավ վերցրեցիր։ Պատասխանեցի, որ չանհանգստանաս։ Ամբողջ գիշեր չեմ քնել։ Ինչ ասես մտքովս անցնում էր։ Ես լավ եմ, պապ։ Այն հին տանն եմ, որ մի ժամանակ էլի վարձակալել էր Վլադը ինձ համար։ Տեղ եմ եկել։ Ժանոն էլ ասեց, որ կօգնի աշխատանք գտնելու հարցում ինձ։ Ու շատ նորմալ կսկսեմ ապրել։
Լսի, բա դու նրա մասին մտածել ես։ Ինչ կասի։ Կամ ինչ կանի, երբ որ իմանա Ժանոյի օգնությամբ։ Ես չեմ վախենում, պապա, որովհետև ես ոչ մի վատ բան չեմ անում։ Իսկ երբ մարդ մաքուր է ապրում, գիտակցում է, որ մաքուր է ապրում, հեչանակ ինքը չպետք է որևէ մեկի մոտ արդարանա կամ բացատրություն տա։ Հա, լավ, բան չասեցի։ Ինձ համար ավելի լավ է Ժանոն, քան այդ մարդասպանի աղբերը։ Պապա, Ժանոն ինձ համար ընկեր է, ընկեր, բարդ է հասկանալ, լավ, շատ լավ ընկեր։ Աղջիկ ջան, մարդասպանի աղբերը քո ամուսինն է։ Ու չի թողնելու հանգիստ ապրեք, քանի ձեր հարաբերությունները չեք բարձել։ Ինձ համար պապա ամեն ինչ պարզ է ու իր համար եւս։ Հա, բայց մի մոռացի, որ դուք դեռ ամուսիններ եք։ Ու ինքնգած քեզ է փնտրում։ Ինչ անեմ։ Ինչքան ուզում է թող փնտրի։ Հա, բայց եթե ամեն ինչ բարձել եք դուք ձեր մեջ, ինչ ես փախանում։ Դե որովհետև իր համար դժվար է հասկանալը, որ ես չեմ ուզում շարունակել մեր չստացված համատեղ կյանքը։ Երևի դրա համար չգիտեմ։ Ինչի ենք մենք այսօր հավաքվել ստեղ։ Որ մի լավ հաց ուտենք ու մի լավ քեֆ անենք ընտանիքով։ Չէ ասի, մեր տանն են լավ հաց տալիս այնպես, որ կարող ենք մեր տանն էլ հաց ուտենք։ 100% քո տոլմեն ուրիշ է, բան չախոբելի։ Չէ, всё таки рестораны ուրիշ է, մերսի բաբջան։ Գլամու։ Կարող եմ, դու ինչի չես խոսում։ Ոնց, գժերն էլ խոսալու իրավունք ունեն, չգիտեի։ Մեկ ունենում են այսօր կորնա, զաժիգայ։ Խոսեք։ Դավեր, հաց կերեք։ Խոսեք վերջացնեք, որովհետև երբ որ ես սկսեմ խոսել, մեկը ծպտուն չի անի։ 100%, պապա, 100%, թող մեկը ծապտուն անի, հարց կունենա մետը գլուխը կջարդեմ, հորս կենա։ Վայ մի հատ հանգստացի, հա։ Գլուխը կջարդեմ։ Կարող է ես խոսում եմ։ Այ քեզ բան։ Սա պրոստո ուզում է պապայի աչքը մտնի, չի ստացվի։ Դու այ նախանց տեն ասե, ես խինորեմ իմ հոր աչքի լույսը մեռնեմ իրա ջանի։ Հետո էլ ասում են Կարմեն չոխի ես գժվել։ Որ մի նորմալ մարդ է այս ընտանիքում երկու օր ներկա լինի ու չգժվի։ Արա դու ապահովագրված ես այսքան վաղտվանից, ինչ ուզում ես, արա դուխով նստի։ Վերջացրիք։ Հոպ ջան։ Ասացիք բացակ։ Այո, լսում ենք։ Ես որ հաստատ լսում եմ քեզ բաբջան։ Ալիկ, բայց լուրջ այս հանդիպումը, ընտանեկան հանդիպումը ինչի համար, հա։ Որ մի հատ իրար դեմքերը վերհիշենք։ Դուք հիշում եք վերջի անգամ մենք երբ ենք սենց ընտանյոք հավաքվել ու իրար հետ սեղան նստել։ Վայ, ասա։ Բայց ինչ լավ բան է ասում, չէ, երես։ Կարմեն, քո ուզածն ինչա բալես։ Ոչ մի բան։ Իսկ ես լսել էի, որ ուզում ես երեխայիդ վերադարձնես։ Հա։ Երեխուդ որ վերադարձնես, կհանդարտվես, կհանգստանաս։ Դո չէ այ պապ ջան։ Հարցս, չես ձեր ուղված այ տղա։ Ինչ հիմա մենակ իմ երեխան է պետք։ Լսեցիր անգին։ Լսելը լսեցի, բայց անգինը ինչ անի։ Ինչ անի անգինը, ինչ կարա անի անգինը, ինչ քարտագլխին։ Օրինակ ես կարծում եմ, եթե իր երջանկությունը կապված լիներ երեխու հետ, չեր տանի ու իր ձեռքերով չեր տային Մարտային։ Իմ երեխան պիտի ինձ հետ լիներ։ Բռնեք։ Հանգստացաք, բոլորդ։ Ես ուզում եմ, որ իմ տան մեջ ես բեսպրեձելին վերջ տրվի։ Վայ, Ալիկ ջան, շատ բարդ բան ես ուզում։ Բայց ասեմ, որ лав բան ես ուզում, պապ ջան։ Շատ լավ բան ես ուզում։ Հա, լավ բան է, բայց բարդ է։ Ձեր դեպքում շատ բարդ է։ Ну, если уж о беспределе, Арамик ջան, ուրեմն առաջինը քո հարցերը պետք է լուծել։ Գիտես։ Տեսնում եք ինչ անտաստիրակ եք, որ չեք թողնում խոսքս ավարտեմ։ Ինձ ագիժ ասում, բայց էլի ամենադաստիարակվածը ես դուրս եկա։ Անգին, Հայ ջան։ Մոնիկայի հետ գնում եք ու Կարմենի երեխուն բերում եք։ Բայց ինչի Մոնիկայի, եթե ես եմ երեխայի մայրը։
Իհարկե, որովհետև ես ավելի զուսպ եմ ու հավասարակշռված։ Անգին, այդ քո վրա անգին։ Хорошо, Ալիկ։ Հենց այսօր զբաղվում ես դրանով։ Պապ ջան, դե մի բան էլ ինձ հանձնարարի էլի, ցավդ տանեմ։ Դու գիտես ինչ պետք է անես։ Հա, ճիշտ է։ Մնում է անես։ Մոնիկա, ականջիս ոչ մի բան չի ասել, են Սերգեյ Չիլակոտի հետ ինչ է, վերջ։ Հա, պապ ջան, այս անգամ հաստատ վերջ։ Դե նայ հա, այդ վերջից էլ պոչեր դուրս չգան։ Հա, պապ ջան, ես կհետևեմ, ոչ մի պոչ-մոչ չի լինի։ Վայ։ Դու ես նայ, հա։ Պետք չի իրան հետևել։ Մամա, Ինչա։ Հացդ կեր։ Ես ուզում եմ կատարյալ ու լիարժեք ընտանիք ունենալ։ Օй, Ալյոշա։ Ճոխ ցանկություն ունես։ Ճոխություն ես շատ եմ սիրում, բայց ինձ պետք է կատարյալ ընտանիք հասարակության աչքի առաջ։ պապաս որ մի բան ասում է, գիտի ինչ է ասում ու լավ է ասում։ Վաղը այսօր ես գնում եմ պաշտոնի ու ուզում եմ, որ ամեն ինչ իդեալական լինի։ Ես ուզում եմ անթերի պաշտոնյա լինել։ Պապա, ուրս արև, գիտի ինչ պաշտոնի մասին է խոսքը։ Բարձր, քո խելքի բանը չի։ Ալիկ ջան, 2 օրից քո դատն է։ Եվ դու ուզում ես անթերի կերպար լինել եւ իդեալական ընտանիք ունենալ։ Հա, այդ դատը ինձ պետք է որպես ես մաքրվեմ, դառնամ անթերի ու իդեալական։ Ու ամբողջ աշխարհը տեսնի, թե ինչքան անթերի եմ ես։ Հա։ Փաստորեն Ժանոն էլ արդեն չի կարողանում, հա, բերանը փակ պահի։ Կարող է Ժանոն քո աշխից ընկավ, բայց իմ աչքին գոնե մի քիչ բարձրացավ։ Մի անգամ գոնե իրան տղավարի պահեց։ Ինչի ես եկել։ Լավա գոնե իմ առածներից մի բան սրտորոտ է։ Հա, այս տոնը ես շատ եմ հավանել։ Բայց դու այս տոնը անելիք չունես։ Շատ ուժեղ ես, գիտես։ Երբ ես սովորելու չթելադրել ինձ։ Իսկ դու երբ ես հասկանալու, որ դու ամուսնացած ես ու հեչ պարտադիր չի, որ ընտանիքում կինը ամուսնու հավասար խոսի։ Դե ուրեմն սխալ մարդու ես ընտրել։ Ուրեմն մինչև ամուսնանալ պիտի բերանս կարեիր։ Որ սենց խոսենք, անդադ կխոսենք։ Ավելի լավ է հագնվի, որովհետև դու պետք է գաս ինձ հետ։ Չեմ գալիս։ Ինչի։ Տենց նուրբ ես, հա։ Ինքնասիրությունը տրորեցի էլ ոնց կլիներ։ Թե սովոր չես, որ քեզ մեկը ասի ստեղից վեր կաց ընդեղ նստի։ Կասես, այդ ոնց եղավ, որ ես հավատացի քեզ։ Այսինքն։ Որ ես հավատացի, որ դու չես սպանել աղբորս։ Ես էլ կարայի չէ քեզ մինչև հիմա մարդասպան համարեի։ Բայց չէ։ Ես քեզ հավատացի։ Այն էլ այն դեպքում, երբ ամեն ինչ քո դեմ էր, Վլադ։ Ինչի ես տենց։ Հարց եմ տվել, պատասխանի հարցիս։ Լսի, երբ որ ես աչքերս բացեցի հիվանդանոցում ու լիքը բաներ իմացա, որոնք դու ինձնից թաքցրել էիր, բնականաբար իմ ռեակցիան նորմալ էր։ Հա, լավ, այդ ժամանակ նորմալ էր, բա հետո էլ հաջորդեցին քո ոչ տրամաբանական արարքները, որոնք ինձ ահավոր վիրավորեցին։ Քո ոչ տրամաբանական մեղադրանքները, որոնց ես ուղղակի արժանի չէի։ Բայց մեկը դու իրավունք չունեիր իմ այդ նման կերպ վարվելու։ Գոնե սպասեիր մամայի արարողությունները անցներ։ Գոնե ինչ-որ ժամանակ անցներ, նոր նստեինք, խոսայինք։ Բայց չէ, դու կազմ պատրաստ դիվանին նստած սպասում էիր, որ ես գայի, թեման բացեիր ու տնից թռնեիր։ Ոնց որ քեզ էլ տենց մի բան էր պետք։ Հա, գուցե դու ճիշտ ես։ Գուցե շտապել եմ։ Հարմար պահ չեմ ընտրել։ Բայց ես չէի կարա
ապրե տանը, շարունակե մեր համատեղ կյանք ամեն վարքյան մտածելով, որ դու ինձ չես հավատում։ Ես ինչքան կարա սպասեի։ Ինչքան որ պետք էր։ Ոչ մեկի ընտանիքում էլ հարց չի։ Բայց մարդիկ փորձություններով են դառնում ընտանիք։ Իսկ դու ընդամենը մի հատ վեճից թողեցիր թռար։ Տենց ընտանիք չես կարող կազմես։ Դե ուրեմն ընտանիք ունենալն ինձ համար չի երևի։ Բայց դու արդեն ընտանիք ես կազմել։ Դու այդ ընտանիքը ունես արդեն։ Ուրեմն պետք է համակերպվես։ Ու ընտանիքում նաև մեկ-մեկ կարելի է լսողի դերում լինել։ Չես հանգստանում էլի։ Հա։ Չեմ հանգստանում։ Ոնց որ դու չես հանգստանում ինձ քո սատերը կերակրելով։ Մինչև վերջ չխոսելը դա դեռ չի նշանակում, որ ես ստում եմ։ Բա ինչա։ Լև։ Կամ սրան ինչ կասես դու։ Հա, դու բերդում ես ծնվել։ Մեր հետ քեզ բերդում ա լույս աշխարհ բերել։ Էդ էլ իմացար։ Դրանից քեզ ավելի լավ ես զգում հիմա, հա? Հա։ Չես տենում ինչ լավ եմ։ Երևում ա, որ այդքան լավ ես, քիթդ ամենտեղ մի մտցր ու քեզ չվերաբերող հարցերի մեջ մանավանդ։ Վատը գիտես որն ա Լև, որ կարծում եմ, որ էս վերջը չի։ Ինչ որ բան էլի կա։ Արդեն ասեցի, բերդում ես ծնվել, մեր հետ քեզ բերդում ա լույս աշխարհ բերել, ուրիշ հարցեր չտաս, դա ցավող թեմա է ինձ համար, հասկանում ես։ Էդ կարաշ չասես, ես արդեն բացահայտել եմ։ Հիմա հասկացար, թե ինչի համար է ես քեզ այդքան ստում։ Վերջ։ Ես այն եմ ինչ կամ։ Եթե բերդում եմ ծնվել, ուրեմն պետք է իմանայի, որ ես բերդում եմ ծնվել։ Իմացար, հետո։ Հետո ուզում եմ իմանալ ոնց է մերս հայտնվել բանտում։ Կարաշ չպատասխանես։ Չեմ էլ ասելու։ Դու քո ալիքներով կպարզես։ Ճիշտ են էլի ասում, որ կյանքը բումերանգ է։ Բերդում ծնվել եմ, պտտվել ու նորից բերդում եմ հայտնվել։ Իմ ցավն է դա, հասկանում ես դու։ Իմ ցավն է, մի խոսի դու դրանից։ Ուշա։ Ուզում եմ, որ խոսաս։ Խոսա։ Թե գնամ նրա մոտ, ով կխոսա։ Օրինակ, Գագասը, այ Գագասը կխոսա։ Հա, կխոսա։ Եթե կարողանա։ Շատ եմ սպասելու։ Ինչին։ Դե ոնց որ հավաքվելու բան էլ չունես։ Ոնց որ ընկի առաջ։ Հա, իդեպ։ Շորերից հետևից էլ պիտի գան։ Ես այնց լրիվ ձեռը առնում։ Դու պետքա շորերիդ հետևից գաս։ Ժանոն երևի կհոգա քո ծախսերը։ Այդքան ինքնուրույն աղջիկ ես, հա, որ անգամ պապայիցդ օգնություն չես ուզում։ Հա, ուզում եմ դառնալ ինքնուրույն, վատ է։ Հա, դրա համար ես որոշել սաղի վրա թքես ու կյանքդ սկսես նորեջից։ Հա, Վլադ։ Որովհետև կյանքը շարունակվում է։ Ու կյանքը նրա համար չի, որ ամեն օր արթնանաս ու անիծես ծնվածը տորը։ Լսի, դու ինչ ես ուզում ինձնից։ Ուզում եմ ապրել ընդամենը։ Իսկ ես ուզում եմ, որ դու ինձ հետ ապրես։ Սիրում ես ինձ։ Ինչ արած։ Երբեմն մարդիկ
սիրելով էլ եմ բաժան։ Հանգիստ է սերևում։ Ադեվադիցելը պետք է հանգիստ լինի։ Լավ է, որ հանդարտվել ես։ Ինչի հետ ես։ Դե որ երեք ասում էր Գյորգիչի տղուն սպանելու ես։ Մտքիցդ անել ես։ Չէ։ Բայց էլ եմ ասում, ես սպանել եմ այդ Գյորգիչի մարզասպան Լակոտին։ Ինչի։ Որ բերդ ընկնես, թե որ Գյորգիչը քեզ վերացնի։ Այմ համար մեկ է։ Իսկ ինձ համար մեկ չի։ Մենք գործարք ունենք։ Գիտեմ, որ իմ դարդը չես։ Ու մի անհանգստացի։ Մենք մեր գործարքը կհասցնենք անել։ Կանեմ հետո նոր վարի կտամ։ Ձարիս գլուխը ուտող ինձ։ Չէիր սպասում, որ ինձ կտենաս, հիմա էլ չգիտես, թե ոնց թռնես, հա? Բայց ասել էիր, որ չէիր գալու։ Ինչ կարևոր ահով ինչ կասի, դու ինձ ասել էիր մինչև ուշ գիշեր զբաղված ես, ես էլ հավատացի, բայց… Այն աղջիկը, որ ասել էր, որ այսօր չէր գալու, տեղը ես պետք է աշխատեի, եկավ։ Բա ինչի ինձ չզանգեցիր ասեիր։ Ինչի պիտի ասեի։ Հա, Անի, դու ինձ պետք է ամեն ինչ ասես։ Իսկ եթե քեզ ասել էի, որ ես գործից չեմ կարող դուրս գալ, ինչի ես եկել։ Տենց եմ ուզել, թե դու միջև հիմա չես հասկացել ում այդ գործում ես։ Կարող է ինձ չես վստահում։ Վստահելը վստահում եմ, բայց ես սովոր չեմ, երբ ինձ թելադրում են, թե ես ինչ անեմ։ Արամ, ես քեզ չեմ թելադրում։ Ուղղակի ասեցի, որ չգաս, որովհետև զբաղված էի։ Ընդհանրապես ես եմ ասում։ Ու իմ ասածով է միշտ լինում։ Արամ, այսօր քեզ ուրիշ ձև է սպանում։ Ինչ է եղել։ Այսօր ես եմ ինչ կամ, ռոմանտիկա թողել եմ մի կողմ ու ճշտով եմ շարժվում, Անի ջան։ Նյարդային ես։ Ես գողական պանյատներով ապրող տղա եմ։ Կնա մեծար եմ, բայց կնգա մեռած չեմ։ Ինչ ես ուզում։ Ինչի ես նման բաներ ինձ ասում։ Ասում եմ, որ ինձ տեղը բերես։ Ինձ դուր չի գալիս քո խոսելա ձևը։ Ուր կանգնի։ Ուր։ Տուն։ Ես քեզ կտանեմ։ Ես կգնամ։ Վայ հորս արեմ, այսքան իմ խոսածածը հեչ, հա? Չհասկացար քեզ այսքան ժամանակ ինչ էի ասում։ Լսի, քո ջոգելով ես քեզ կթողեմ, որ դու գնաս տուն մենակ, հետևիցդ էլ գյադա գյուդանայի, ասի կլորիկ, մլորիկ, ֆլորիկ, սիրունիկ, միրունիկ, հա? Լավ, կյանքից լսի։ Ես քեզ ասեմ, դու իմացի ու էլ ինձ մի գժվեցրու։ Ընտանիքում պետքա տան տղամարդը ասողը լինի, իսկ կինը պետքա լսողի դերում լինի։ Այն լսել են, որ ասում են հնազանդ ես, ասում է, այո, հնազանդ եմ, հենց դա էլի միտքը։ Դու պարտավոր ես մեզ ընդունել։ Մի վարքյան, հա? Սա իմ տունն է ու դուք ինձ այս տանը չթելադրեք։ Դե մենք վաբշետը չէինք եկել թելադրելու, այլ պահանջելու։ Այդ դեպքում Կարմեն Զիտային ինչի չեք բերել։ Իրան էլ բերեք, կարող է ավելի հետաքրքիր անցներ։ Էս ձեռ ես առնում, հա? Չէ, ոնց։ Ես ոնց կարող եմ ինձ նման բան թույլ տալ։ Եսիմ թե։ Իմ դաստիարակությունը ինձ թույլ է տալիս միայն ձեզ դիմավորել եւ հյուրասիրել ու ճանապարհել։ Մամ, լսեցիր ինչ ասեց։ Դաստիարակություն։ Արի դու մեզ մի ներկայացրու քո դաստիարակությունը, ավելի լավ կանես գնաս երեխուն բերես տաս ինձ, ու մենք թողնենք այս տնից գնանք, եղավ։ Ես ասեմ, որ ես չեմ կարող ձեզ երեխա տալ։ Չհասկացա, դով ես որ իմ թորանը ինձ չտաս։ Գիտեք ինչ, եթե այդպես է, ուրեմն Ադամչուն նաև իմ թորն է։ Այ, Մոնիկա լսեցի։ Ջան, ես որ ես եմ, ես էլ վատացա։ Աղջիկոն մի բաժակ ջուր տվեք։ Ինչ լավ ախաշ Կարմենը չեկավ, սա դրանից գիժա, դոզան շատ կլիներ։
Լսի, Կարմեն Սիտան որ գար, ես չեմ կարող ասել քեզնից որ մասը որ կտորը կմնար։ Մամ, լսեցիր։ Հա, երեխեն։ Մեր երեխեն։ Ախ, քորանամ, ախար երեխեք ամենից զգում են, զգաց որ տատիկը եկել է իրան փրկելու։ Նախ առաջինը դա իմ երեխայիլացներ, եւ երկրորդ, եկեք փրկելուց չխոսանք, հա։ Դուք այդ երեխու համար ոչ մի բան չեք արել։ Նենց որ մեր ու աղջիկ դերասանություն քիչ արեք։ Հլմյաց սրանն է, մարդա դարձել ագինի դասա տալիս։ Я. Тоже мне. Ջան, ոյ, խորանամ ես, էսում բալիկն ալացում, էսում արևն ալացում, ջան։ Մամ, ինչ ենք անում։ Օխ, չլսեցիր հերդ ինչ ասեց, ջան։ Ուրեմն սենց, ես հենց հիմա պիտի զանգեմ Ադամին, առանց իրա թույլտվության այստեղից ոչ մի երեխա դուրս չեք անելու։ Լսի աղջիկ ջան, Ադամի թույլտվությունը եւ խոսքը քեզ համար գուցե արժեք ունի, չգիտեմ, ինձ հետաքրքիր չի, ջան։ Մեզ համար դա ոչ մի բան է։ Հələ սրա պահած երեխունն է, էլի։ Լսի, այ Ինստագրամի շիկա հերոսուի, հերիք չի խոսաս։ Դե ես քեզ էլ չնկարագրեմ։ Լսի Մարտա, մենք չենք եկել երկուսին էլ տանենք։ Ես դու, ես էլ քո երեխեն։ Նստի հանգիստ քո երեխուն պահի։ Դու մեր երեխու հետ ինչ գործ ունես, մեղա քեզ Աստված։ Դու էլ ուշադրություն մի դարձրու, հա։ Արի, գնացինք կներես։ Թվում անգինն էլ է բլանդին կա եղել։ Այսօր ենք գնում։ Տոն չես, չէ՞ ինձ տանում։ Չէ, կյանքս, ինչ տուն։ Իսկ ուր ենք գնում։ Դե գնանք կայֆերով մի քիչ ծրվենք, էլի բալես։ Կարմի շուտ արա։ Ես հիմա պետք է ստեղ իջնեմ։ Վայ բալես, քեզ ինչ եղավ, նոր լավ էիր։ Ուզում եմ գնամ։ Հա, բայց ուր գնաս կյանքս։ Ինչ կա մտքիդ։ Ուզում ես ինձ վերացնես, հա։ Ոնց որ հորս գլուխը կերակ։ Ինչ։ Լավ չես, Ազիզ ջան։ Ես իմացել եմ ով ես դու, ինչ ես իմ հետևից ընկած։ Դուք այն մարդիկ եք, ում դեմ ես բողոքում եմ։ Իսկ քո սիրո խոստովանություններն էլ, անակնկալներն էլ, բոլորը կեղծ էին։ Այդ ամեն արվում են ինձ լռեցնելու համար։ Որս արև։ Հələ դու ոնց ես կարած այսքանը հասկանաս, իրար հետևից շարես, մի հատ էլ դասկանալնի ինձի ասես, հա։ Բայց քեզ մոտ ոչինչ չստացվեց, որովհետև ես կուլ չգնացի քո կեղծ քայլերին։ Ու հիմա ես պատրաստ եմ մինչև որ բողոքեմ քո ու քո կրոջ դեմ։ Հանգստացար։ Այս պահին հա, բայց վերջնական կհանգստանամ այն ժամանակ, երբ որ դուք Բերթում հայտնվեք։ Իզնից քեզ մի հատ խորհուրդ։ Մեր հետ հանակներ անել պետք չի։ Խելոք նստի տեղդ։ Ինչի դուք փող ունեք ես, չէ՞։ Հա։ Բայց միշտ չի որ փողը հաղթանակ է բերում։ Որես արև ես ոնց է իմացել, ոնց է իմացել։ Եթե չեն վերցնում հեռախոսը, ուրեմն զբաղված են։ Հիստերիայի մեջ եմ, Ադամ, հիստերիայի մեջ եմ։ Քո հիստերիաները հետո։ Ադամ, անգինը ու իր այն Մոնիկան եկան ու թորանը տարան ու ես չկարողացա նրանց կանգնեցնել, հասկանում ես։ Ոնց տարան։ Հա, շատ ագրեսիվ էին տրամադրված։ Ինձ ոնց ասես վիրավորեցին, երեխուն էլ վերցրեցին ու տարան։ Ես դրանց Երդվում եմ, Ադամ։ Ես պատրաստ էի կյանքի գնով երեխուս պահել, բայց չստացվեց։ Տարան երեխուս։ Գիտես ինչ եմ արել։ Սենց պարկեցի այդ անգինի ու Մոնիկայի ոտքերի տակ, բայց ինչ, վրովս անցան գնացի։ Լավ։ Դու
բարկանում ես ինձ վրա։ Մարտա, ես քեզ բան չասեցի։ Հա։ Իսկ դու ոնց ես կյանքս։ Ես քեզ երբ կարող եմ տեսնել։ Բժիշկ կանչեմ։ Չէ, այ պապ ջան, բժիշկը ինձ ինչ պետք է անի։ Սարսկի մի բան անել է։ Պապա, ավելի լավ է ախրանայիդ կանչի, որ ինձ օգնեն։ Ախրանիկին ինչ ես կանում։ Հիմա ինչ ես արել, ինչի մեջ ես թաթախվել, որ քեզ դի մեջից հանեն։ Այ պապ ջան, вообще-то պետք է տղեկը ինձ քո ձեռից փրկեն, որ չտաս սպանես տաղուտ։ Ինչ ես արել։ Այն աղջիկը ամեն ինչ գիտի։ Իմացել է, թե ով եմ ես ու իրանից ինչ եմ ուզում։ Կարիք կա ասեմ, թե դու ով ես։ Չէ, պապ ջան։ Առանց քո ասելու էլ ես հիմա գիտեմ արդեն դու իմ մասին ինչ կարծիքի ես։ Դե դուրս արի։ Դուրս արի։ Ռատեղի սենյակիցս ռոժը չտենամ։ Պապա, հորես արև երթվում եմ։ Սխալ բան չեմ արել, քո արև։ Ես տոշնի եմ սխալ։ Սխալ բան չես արել, բայց այդ աղջիկը իմացել է ով ես դու, ինչ ես ուզում։ Հա, պապ ջան, դաժե չհասցնի հարցնեմ, թե ոնց է իմացել։ Դու կարևոր չի ոնց է իմացել։ Կարևորը որ իմացել է։ Ու կարևորը այն է, որ ես եւս մեկ անգամ համոզվեցի, որ քո վրա հույս դնել չի կարելի, որ դու ոտից գլուխ կոպետ չարժես։ Պապա, այդքան չոր մի եղի հետս։ Լուրջ եմ ասում քեզ, լուրջ եմ ասում, պապա, ես ամեն ինչ այնքան լավ էի անում, ռոմանտիկայի մեջ, ամեն ինչ չոտք էր, բայց չիմացա ոնց իմացավ այդ աղջիկը։ Արդեն համարյա իմն էր, պապա։ Հետո ինչ եղավ։ Հետո ինչ որ մեկ էլի խանգարեց քեզ, ապացուցելու ինձ, որ դու կարգին տղա ես։ Հա, պապա, մենակ թե չգիտեմ ով ու ոնց։ Ես թող ինձ դաս լինի, որ մյուս անգամ ես քո վրա հույս չդնեմ։ Արա դու մարդու մատից փուշանող չես է։ Չմտցնես չես հանի։ Պարտքս լինի, պապա։ Իմ պարտքը լինի քեզ, որ սրանից հետո ես քեզ ապացուցելու եմ, որ ամեն ինչ անելու եմ ճիշտ, որ անելու եմ ու ստացվելու է։ Հենց այս աղջկա հարցով ես միջև վերջ գնալու եմ։ Քո հույսերը արդարացնելու եմ։ Давай, գնաս դից։ Միշտ ու ամեն տեղ չի, որ փողը ուժը։ Թող իրենք իրենց փողով կռիվ տան, ես իմ հոր արյամբ։ Ու վերջում կտեսնենք ով կհասնի իր ուզածին։ Բոլորը չեն ծախված, փողի մեռած։ Իմ բողոքները տեղ կհասնեն։ Կարմեն։ Մամա։ Ասա մամա, ես եկա։ Կարմեն։ Արի երեխուտ ընդունի, բերել ենք։ Են էլ ոնց ենք բերել։ Կյանքի գնով։ Շատ դժվար ճանապարհ անցանք, Կարմեն ջան։ Ինձ գտակ երեխուս։ Գնա մամայիդ մոտ։ Բայց չեմ կարծում, որ իրա նման մամային կարոտած լիներ։ Բայց իկանիս մամային։ Կարմեն սիտա, հորդ պահանջը կատարեցինք, մնում է դու քո խոստումը կատարես։ Կարմեն աղջիկ լսի քեզ ինչ եմ ասում, եթե հորդ չլսեցիր ու իրա խոսքից դուրս եկար, արդեն նրա հետ հարցերդ կպարզես, եղավ։ Ուղղակի այդ պարագայում ինձ թվում է հարցը պարզելուն չի հասնի, միանգամից գլուխդ կկտրի։ Վայ, լավ էլի Մոնիկա, ուղեղդ էլի անջատվեց։ Լավ մամն, ինձ բան չասեցի, որ միանգամից պաշտպանում ես։ Շնորհակալություն։ Մերսի մամ։ Մերսի քույրիկս։
Ничего себе. Մերսի, որ երեխուս վերադարձրիք։ Բանը մալադեց Կարմեն ջան, շնորհակալություն ասում։ Չես լսում։ Ու կներեք, որ ձեզ նեղություն տվեցի։ Մերսի քեզ, որ գնահատում ես։ Մամ, հավատացիր տեսարանին։ Իսկ ինչու ոչ։ Ամեն մարդ կարող է իրեն վերանայել ու փոխվել։ Հա, ուղղակի Կարմենի հարցում մի քիչ կասկածում։ Լավ, հա Մոնիկա։ Անեն չի որ դու հրեշտակ ես։ Հələ մի րոպե։ Ես ինչ եմ արել, մամ, ես ինձ շատ ճիշտ եմ պահում։ Դե նայած երբ։ Միշտ։ Լավ Մոնիկա։ Ճիշտ է զարմացա, բայց տրամադրությունս ոնց որ բարձրացավ։ Գիտես, ու շատ եմ խնդրում, ուրախությունս նեն չանես, որ քիչ տևի։ Կփորձեմ, ուղղակի մի տեսակ ուրիշ զբաղմունք չունեմ, էլի կյանքս անհետաքրքիր է դարձել։ Զանգ նրա շիրիմին։ Ասում եմ զանգ նրա շիրիմին։ Օգնեմ, թե ինքնուրույն կարող եք։ Ինչ։ Պետք է նստեք, որ վիրակապը փոխեմ։ Դե ում ես սպասում գործի անցի պրծի։ Հələ մի րոպե։ Ինչ որ բան այն չէ։ Ցավալու է։ Կաշխատեմ չցավեցնել։ Ինչ եք անում։ Կանեմ, եթե չօգնես, որ ստեղից փախնեմ։